Բարի, քիչ է մնաք, ասենք բարի լույս, բարի ուժ գիշեր, հարգելի ժողովուրդ, ժամը 3:56 րոպե, շուտով կլինի ժամը 4-ը, սպասեցի, որ Սամվել Կարապետյանի ելույթն լսեմ, և ամփոփիչ ասեմ այսօրվա մասին, Նիկոլ Փաշինյանի ելույթն ծայրից ծայր լսեցի, ուրեմն սկսենք ամենասկզբից, Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում, նախ ինչ ունենք 340,000 մարդու քվեների հաշվարկ, 340,000, երբ 1.5 միլիոն գրեթե ընտրող ունենք, Երևանում ունենք 90,000 մարդու հաշվարկ, 90,712, երբ որ կես միլիոն ընտրող ունենք, քվեարկող ունենք, այդքան մարդ քվեարկել է, 90,000-ին են հաշվել ու կանգնել են, կայքը սառացրել են, կանգնեցրել են, սրանց ուշքը եթում է սառացնելու համար, Արցախյան բանակցություններն են սառացնում, ՀԱՊԿ անդամակցությունն են սառացնում, Եվրազեսն են, ինչ ասես սառացնում են, հիմա էլ կայքն են սառացրել։ Ես ձեզ ցույց տամ, որ այս պահի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքով Նիկոլ Փաշինյանը ունի 172,000 ձայն, 51%, այս 51%-ը մի պահ իջավ 50,99, այսինքն 51-ից էլ իջավ, 172,850 ձայն, մարդը երկրում պաշտոնապես ունի այսքան ձայն, հայտարարում է, որ ինքը միանձնյա կառավարություն է ձևավորելու ևս 5 տարի։ Ինձ մեկ է դա ձեզ դուր է գալի, դուր չի գալի, ձեռ է տալի, ձեռ չի տալի, սենց ճիշտ չկա էլի, սենց ճիշտ չկա, իրավական լեզվով այսպիսի իրավունք նա չունի, փողոցային լեզվով սենց ճիշտ գոյություն չունի։ Լավ, հիմա ես ցույց տամ ճիշտը ոնց է ալնում այ մարդ։ Իզնից չեմ հորինում, Արման Թաթոյանը թեև անդրադարձել է, բայց ես հոդված առ հոդված ցույց տամ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է, որի 94 հոդվածը ասում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին, անկախ, այսինքն վարչապետից կախված չի, Նիկոլից կախված չի, որը կազմակերպում է եւ այլ, ոչ անկախ պետական մարմին է։ Նիկոլ Փաշինյանը այսօր որ ելնում խոսում է, ինքը որպես երկրի վարչապետ չի խոսում, ինքը խոսում է որպես ընտրություններին մասնակցած քաղաքական ուժի լիդեր, ընտրություններին մասնակցել էլի քաղաքական ուժեր, իրա խոսքը, որ մենք հաղթել ենք, դա հավասար է նրա, որ Էդմոն Մարուքյանը վեր կենա, ասի մենք հաղթել ենք, դա հավասար է նույն նրան, որ Լևոն Զուրաբյանը վեր կենա, ասի մենք հաղթել ենք, դա հավասար է նրան, որ Արման Բաբաջանյանը վեր կենա կամ Հայկոն Մարության վեր կենան, ասեն մենք հաղթել ենք, դա նույն բանն է, նույն քաշն ունի, նույն զորությունն ունի, չի կարա որևիցե մեկը ընտրության մասնակից ուժերից կամ նրանց ղեկավարներից որևիցե մեկը վեր կենա այդ տեսակ հայտարարություն անի, ոչ ուսի մարդը հայտարարում է, խառնել է, նիտո վարչապետ է, նիտո թեկնածու է, հիմա մյուս օրենքն եմ ցույց տալիս, Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք, ընտրական օրենսգիրք, հիմա նա ինչ է ասում, կենտրոնական ընտրական, մի քիչ հեռու պահեմ ձեզ ես կարդամ էլի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացած, չէ, էսի չէր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացած ընտրական տեղամասերում քվեաթերթիկների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն ամենաուշը վաղը երեկոյան ժամը 8-ին, սույն հոդվածի պահանջներին համապատասխան ամփոփում է ազգային ժողովի Երևանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքները արձանագրությամբ վավերացնում դրանք։ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները պաշտոնապես հայտարարվում են հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով։ Ուրեմն դա անում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը,
ամփոփիչ նախնական արդյունքները 24 ժամվա ընթացքում եւ անում է հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի ուղիղ եթերով։ Վերջ։ Սա է սահմանադրական օրենքը, այն էլ ցույց տվեցի սահմանադրությունը։ Նիկոլ չլնես ով ուզում է սելի։ Ով ուզում է քեզ ենթարկվի, ուզում է չի ենթարկվի։ Ով ուզում է սեղի այդ է։ Դու ընդամենը թեկնածու ես, դու երկրի վարչապետ չես հանդես գալիս։ Դու թեկնածու ես, շահառու կողմ ես, շահագրգիռ կողմ ես, որ էլի 5 տարով վերցես, զավթես այդ աթոռը, այդ բյուջեն, այդ ֆինանսները եւ այլն։ Դու շահառու կողմ ես, դրա համար անկախ մարմին կա։ Այդ ընտրություններին մասնակցողներ թեկնածուներից բացի կա անկախ մարմին, որը այս ֆունկցիան պետք է անի։ Քանի գլուխ ելնես վերես կենում հայտարարում ես, թե սենցա ով ես, դու ով ես։ Ով ես դու։ Եվ ես հասկացան քոնը նախիրը անգեր, բայց հլա ամփոփեք տենանք նախիրն ինչքան է, գելխեղտն ինչքան է, բանական մարդկի, հլա տվյալներն ամփոփեք տենանք։ Հետընտրական զարգացում չի լինի, աշկիտ է երևում։ Սա 5 տարին, եթե հանգարց լուրջ ուժեր բան չարեցի, սա 5 տարին հետընտրական զարգացում ալնելու։ Հիմա մի հատ ուրիշ բան էլ ցույց տա։ Չնայած կարծում շատերը արդեն տեսել եք։ Ուր է այ մատ այդ բանի նկարը։ Հələ սպասեք, Լևոն Զուրաբյանի պատին էր։ Հələ փորձեմ գտնեմ։ Կներեք։ Ուր է։ Երևի լատիներենն է։ Մի րոպե ժողովուրդ ջան, կներեք, հեսա մի հատ ցույց տամ էլի այդ նկարը, թեև կարծում եմ տեսած կլինեք, բայց մի հատ էլ ես ցույց տամ։ Հես Թաթոյանն է արձագանք, Էդմոն Մարուքյանն է արձագանք է, Սամվել Կարապետյանը սպասենք առավոտը տվյալներին։ Ինչի որտեղ ուգրաժատ է անում, ասում է բռնելու եմ սաղին։ Հələ մի հատ սրանց նկարները նայեք։ Սրանք հաղթող ուժ են, կարակ դնեք այդ վիդեոն նայեք։ Սրանց դեմքերը նայեք։ Սրանք հոգնած չեն, է։ Սրանք գիտեն, որ ղալլաթ են անում, մեծ ղալլաթ են անում։ Լրագրողն ասում է, քանի տոկոսով ես հաղթել։ Դե որ այդքանը գիտես, ասում է տոկոսն ասա։ Ասում է այնքան, որ միանձնյա կարանք կառավարություն ձևավորենք։ Ու այդ ասելուց հետո մի քանի տոկոս իջնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում, իրանց արդյունքները, տվյալները մի քանի տոկոսով իջնում է։ Հիմա էլ դες 0.1-0.5-ի տատանումներ են անում։ Ես չգիտեմ, ես նիկոլականները ջոգում են, որ բանները բուրդ է, ու ոնց է սկսում։ Սկսում է ելույթը սենց, սաղմոս է կարդում։ Սաղմոս է կարդում, որտեղ ասում է ես միայն Աստծուն եմ հնազանդվում։ Սաղմոսի մեջ տենց խոսք է, ես միայն Աստծուն եմ հնազանդվում։ Ասել կուզի ես ոչ օրենքին եմ հնազանդվում, ոչ սահմանադրությանն եմ հնազանդվում։ Ինքը իր համար հորինել է մի հատ Աստված, ու ինքը տենց վստահ է, որ այդ Աստծուն է մենակ հաշվետու, մնացածի հերն էլ անիծած։ Մի հատ էլ առանձին իր համար որոշել է, որ այս ուժերը, քանի որ սրանց չի հասնում իշխանություն, սրանց հանդեպ կարելի է։ Դրա համար հետևից միանգամից սպառնալիքներ է հրճեցնում, որ թե ունեզրկելու է, թե բռնելու է, թե նստացնելու է, այսինքն վաղը որ հանրահավաք իրականացնեն, բողոքի ակցիա, գալու են դուբինկեքով տափեն, այդ քաղաքական ուժերի ղեկավարներին տանեն, փագեն, սպառնան, էսենեն, ժողովրդին էլ մի բան կհամոզենք, քյոլմստենք էթան, ես էլ չգիտեմ։ Ես նույնիսկ սպասում եմ, որ հիմա Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան ժողովրդին քյոլմստելու են մի բան ասել, դա Նիկոլի հետ համաձայնության կան։ Ասում են զանգել եմ Մակրոնին, մեկ էլ Վրաստանի ղեկավարի հետ է խոսած։ Վրաստանը միջնորդ է Ադրբեջանի, Թուրքիայի հետ, Մակրոնն էլ Եվրամիության կողմից բանն է, ասա, լեգիտիմություն հաղորդողն է։ Պուտինի հետ էլ խոսացել է, մի 8 անգամ ասաց Եվրազեսի հետ, Եվրասիական միության, ռուսական։ Մենք մնում ենք, մենք դուրս չենք գալի, խորացնելու ենք հարաբերությունները եւ այլ։ Պուտինին է զանգի հետ խոս տվել, ասlen լավ, քեզանից լավը լելու ուդից ենք ճարելու։ Նրանք էլի քիչ թե շատ բան ունեն, էլի, ողնաշար ունեն, խրեբետ ունեն։
էլի ոնց էլ չլինի, սի էժանով տվող է, էլի։ Մեկը հումոր էր գրի, ասում է, այն գյուղերը, որոնք Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել, որտեղ Նիկոլ քարացիական պայմանագիրը պարտվել է, այդ գյուղերը Նիկոլը հանձնելու է ազգուշեղեք։ Հումոր էր, բայց գրել էլի իրականում այդ գյուղերը չի հանձնելու, էլի գյուղերը հանձնելու։ Մենակ այդ գյուղերը չեն։ Կատակ եմ անում այն մատ։ Հիմա ես չգիտեմ ընդդիմության լիդերներն ինչ կանեն։ Բայց ուզում եմ մի բան կարդամ, 2006 թվականին Նիկոլ Փաշինյանը Վանո Սիրադեղյանից հարցազրույց ավարտում, վերջերս դրա մասին մի քանի անգամ հիշատակել եմ։ Ուզում եմ կարդամ 2006 թվականին, համենայն դեպս դրանից հետո Վանոյի հետ կոնտակտ չկա, խելխաբար չի եղել, բայց հենց տեսեք ինչքան է բռնում մեր օրերի հետ, հենց այսօրվա հետ։ Նիկոլը հարցնում է, լրագրողը հարցնում է, եւ ո՞րն է այսօր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրության ձեր գնահատականը, նա ինչ է պատասխանում։ Ասում է, ներքին քաղաքական իրադրություն արտահայտության մեջ բոլորին ավելորդ է քաղաքական բառը։ Քաղաքական կյանքի նշույլ չկա գոնե վերջին 1.5 տարվա ընթացքում։ Իրեն էլիտա հորժորժող քաղաքական դասը ակնհայտ շփոթի է մատնված, որը արդեն վերաճում է խուճապի։ Եվ հետաքրքիրն այն է, որ առավել խուճապահար են ընդդիմադիր լինելու կոչվածները։ Այնինչ բնական պետք է լինի այն վիճակը, երբ այն մթնոլորտում, երբ շնչահեղձ է լինում իշխանությունը, այդտեղի ընդդիմությունը պիտի թթվածին ստանար։ Ազգային, մազգային, կոնստրուկտիվ, պետականապետ, սրանք դատարկ խոսակցություններ են։ Բազմակարծության, բազմակուսակցականության, պարլամենտարիզմի իմաստն ու սիստեմի կենսունակության երաշխիքը այն է, որ ընդդիմությունը պիտի դեստրուկտիվ լինի։ Ինչ ասում, ընդդիմությունը պիտի դեստրուկտիվ լինի։ Համենայն դեպս ընդդիմությունը չի կարող իշխանության հետ մեռնել, բա ժողովուրդը, այսինքն իշխանությունն է մեռնում, քայքայվում, ինքը փդում ինքի իրա մեջ։ Ընդդիմությունը պիտի դրա հետ չգնա, չի կարա իշխանության հետ մեռնի, բա ժողովուրդը, իսկ մեր ժողովուրդը այսօր 59% մասնակցություն ապահովեց։ 59% մասնակցություն, կամավոր։ Մի հատ էլ կարճ ավելացում, ասում է Հայաստանում ժողովրդական հեղափոխություն տեղի ունեցավ։ Ընտրություններին ժողովուրդը ոչ միայն մերժեց, այլև ապստամբեց եւ իշխանությունը առավ դրեց ընդդիմության ջոչերի ոտների տակ։ Բայց վերցնող չեղավ, քանզի ընդդիմությունն ինքն էլ հակահեղափոխական է, նաեւ անմիաբան, նաեւ անգաղափար, նաեւ անծրագիր եւ հետեւաբար անարժան ժողովրդին։ Սա թող հաստկապես լսեն ընդդիմության ղեկավարները, մեկ էլ 18 կուսակցությունա չէ մասնակցել, ոնց էլ չնի կես ընդդիմադիր են, չէ։ Վաղը կտենանք ընդդիմադիր են, թե ոնց։ Հիմա կդնեմ հաթաթ կասեմ։ Են առաջի համար էնի հետ։ Բոլորին դեմ եմ։ Նիկոլը հենց այսօր իշխանությունն է զավթում, բոլորին դեմ եմ հայրենասեր եղբայրներ եւ քույրեր, տենամ վաղը ինչ է կանելու, տենամ քանի հեղափոխական մեջներից է դուրս կգա, դե ուժեղ Հայաստան ձեզ տենամ վաղը, Գուրգեն Սիմոնյան, ակնհայտ, Եվրամիություն եք չէ ուզում, Եվրամիությունում սենց բան մեկը աներ, միջև լուսաբացա արդեն զրկվել էր, գործող պաշտոնից էր զրկվել, հրաժարական էր ստորագրել, դե ձեզ տենամ, Նուրկ, Հայկո ջան, ավտոբուսի 150 դրամը բան թեմայա, չէ, հետի լուրջ բազար է, ոնց 150 դրամ, ինչ ավտոբուս ընգե, ցելի երգիրը, հենց հիմա իշխանությունը խլում է, հենց հիմա վլաստ է վերցում, հենց հիմա, ես 5 րոպե առաջ, 15 րոպե առաջ, վաղը տենամ,
հեղափոխական ձեր։ Հեղափոխական էր, չէ՞, Նիկոլը հեղափոխական արժեքներին դավաճանել է, չէ՞։ Ընկեր Հայկո Մարության կներես։ Դե ձեզ տենամ։ Վաղը տենամ, այդ ինչ հեղափոխական էր, այդ Նիկոլի որով էր հեղափոխական, թե դու քեզնով ես հեղափոխական։ Միասնության թևեր, պարոն Թաթոյան, ձեզ հաստատ չեն կարա բռնեն ասեն թալանչի այս այնա, դե ձեզ տենամ։ Վաղը ձեզ տենամ։ Հետել բաննա, Շահեննա։ Շահենն էլ, չէ, սաղ կյանքները, ընդդիմադիր սերնդեսերունդ, հեղափոխական, չէ, ազատատենչ, դե վաղը տենամ։ Վաղը տենամ։ ԲՀԿ ԱԺԲ, ես գիտեմ տղեկ, դուք հեղափոխական եք, տեսնենք, զավթում է իշխանությունը, ուզում եմ ասել օրը ցերեկով, զավթում է, նաղթ, 170 քանի հազար ձայնա հաշվի իրա վրա, եկե ասում եմ, ես միանձնյա իշխանություն եմ վերցնում, քավաս, Քոչարի, դե ձեզ տենամ, վարձկաններ եք բերում, տանում բան դեզդեն, դե ձեզ տենամ, վաղը, ՀԱԿ, Հայ ազգային կոնգրես, հայոց համազգային շարժման, դե վաղը ձեզ տենամ, այո, ժողովուրդը ձեզ ճիշտ չի հասկանում եւ այլ, բայց հենց հիմա իշխանությունը փողոցում շպրտած է, հենց հիմի, Նիկոլը ուզում է վերցի ծրի տանի տուն, հիմա տենանք, Հայ ազգային կոնգրես, դե ձեզ տենամ, թե էլի սենց խորիմաստ մտածելու գցելու եք բռնեք ասեք, լուչը գնանք բանը, շարից հեռու միջև ջրերը կխախանդվի, թե մի երկու հատ կոնսուլտացիա Ռուսաստանի դեսպանի հետ կանեք, հետո կտենաք, Լևոն Տեր-Պետրոսյանը շուշուտ անում, մի երկու հատ բողոք կգրեք եվրոպական դեսպաններին, խորդվիկ եթա, я իշ կսատի, я իշ ատեր, Արամ Սարգսյան, դու գործ չունես շառը, Քրիստոնյա ժողովրդավար, եսի Շիրինյան առանց բանը Բաբաջանյանինն է, ԺԴՀԿ, Սուրեն Պետրոսյան, դե ձեզ տենամ, աղբեր ջան, դու գնում ես բողոքում ես Աղավնոյի համար, Աղավնոն տալիս են, քո քաղաքական ռեյտինգը բարձրանում է, դու գնում ես Կիրանցի համար ես բողոքանում, Կիրանցը տալիս են, քո քաղաքական ռեյտինգը մեծանում է, դու որտե մտել ես, այդ հարցը պոլնի պրավալա գնաց է, դրանից քեզ ոչ մի վնաս չի եղել, բացի օգուտը, քաղաքական ռեյտինգի աճը, հիմա տենամ, Սուրեն ջան, տեսնեմ, վաղը, ես էլ եմ հիմա հլնելու քնեմ, վաղն էլ առավոտ գալու եմ Երևան, դե տեսնեմ, էլովա, դոկ կուսակցություն, ձեզ տեսնեմ, նաղթ, 170 քանի ձայնը պաշտոնապես հրապարակված, մարդը հեղաշրջում անում, ասում է իմնա, այսքան թեկնածուներ, մեջ մի հոգի, մենակ ինքը էլ է, ասում է իմնա, միանձնյա պրետոմ, ինչ երկրորդ փուլ, ինչ բան, իրաննա ու վերջ, ՔՊԿ քաղաքացիական պայմանագիրն է, ձեզ էլ եմ դիմում, քաղաքացիական պայմանագրի հեղափոխականներ, դուք չեք ջոգում, որ ադեկվատ շեֆը, չեք ջոգում, որ վաղը կարող է դառնաք անշեֆ, ոչ թե ֆիզիկապես շեֆը ողջ առողջ կլինի, շեֆը երկար տարիներ ողջ առողջ է լինելու, այլ հարց թե որտեղ է լինելու, բան չկա իրար գալու, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարություն, ջոգում եք, բժշկության մեջ գիտես ոնց է, Խիրուրգը նայում է, ասենք, հիվանդի փորը, ասում է, չես թե լուրջ բան չկա, թերապևտը նայում է, ասում է, չես թե վիրահատելու գործ կա ամենայն հավանականությամբ։ Խիրուրգն ասում է, չէ, այ մարդ արխային տարբուժի դեղերով օպերացիայի գործ չկա։ Թերապևտն ասում է, դե գրի, որ օպերացիայի գործ չկա, գրի, որ այսպես, ասում է մեկը, ես գրելու եմ, որ օպերացիայի գործ կա, դու չես տանելու, ես կտանեմ, բայց մեկը նախապես գրելու եմ, որ օպերացիայի գործ կա։ Հենց թերապևտը սենց ասում, խիրուրգի ձեռները թուլանում են, էլ չի կարում գրի։
3 կռուգել է նայում այդ հիվանդին, վերջում պարզվում է, որ սյոտիկի օպերացիա պետք է արվեր։ Հիմա դիմում եմ ձեզ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դուք գրելու եք, ինքը էլ է բանավոր այդպես օթի մեջ ասում է, դուք գրելու եք։ Դուք ձեր գրածի համար պատասխան եք տալու։ Հələ մի հատ նորից մտածեք, գրում եք թե ոնց։ Հայաստան դաշինք, պարոն Քոչարյան, դուք միակ ընդդիմադիր ուժն եք, որ խոսել է, որ չեն կարող sense բան անեն, եթե անեն կլինի հեղափոխություն։ Լևոն Քոչարյան, ես չեմ ընդունում, որ ձեր հայրը միջև հիմա քաղաքականության մեջ է։ Չեմ ընդունում, չեմ ընդունել։ Չեմ կարող ընդունեմ, ոնց ասեմ։ Բայց դուք էլ խո ջահել քաղաքական գործիչ եք։ Դե ձեզ տենամ։ Շատերն էին ասում, ես չէի հավատում, ասում էին Նիկոլ իշխանություն չի տա։ Առանց բռնության իշխանություն չի տա, անհնար է, նա օրինական ճանապարհով իշխանություն չի տա։ Այս գիշեր աշկովս տեսա էդի։ ՀՀԺՊԿԴԿ 18 համարնով էր այ մարդ։ Տասուտ համարնով էր ձեր ցավը տանը։ Հա, էսի բան Բաբաջանյանն առաջ Շիրինյանի։ Դուք էլ գործ չունեք այ մարդ։ Դուք հենց նրա համար եք, որ սենց բաներ լինի, դուք ցեն չանեք։ Լուսավոր Հայաստան։ Էդմոն Մարուքյան ջան, չեմ կասկածում, որ ջիղը տեղն է, հավեսը տեղն է, բայց տեսնենք։ Ճիշտ է, դու առանց այն մյուսների քայլ չես անի, բայց դա էլ է խելամիտ։ Բայց գոնե կարելի է ասել, ոնց որ այսօր էս արի արդեն, որ այդ մյուսները պետք է իրար գան։ Այդ էլ այտենց, հարգելիներս։ Մի վերջի անգամ թարմացնեմ տվյալները 51.3 թվերը բարձրացնում են։ Թվերը բարձրացնում են, կամաց, դες որ մարդ չջոգի։ Երևանում մնում է 42%, կայում 42, Դավթաշենի թվերը տպել են ու մնացել է։ Ժողովուրդ ջան, ես չգիտեմ առաջիկա օրերին կլինեն հետընտրական զարգացումներ, թե կլինի երկրորդ փուլ, թե Նիկոլես ամեն ինչը կմարսի։ Մի բան գիտեմ, որ այն ֆեյքը, թե ինքը լեգիտիմ ընտրված է, ես հանրապետականության ռեսպուբլիկանիզմի սկզբունքներից ելնելով էի ասում, որ նա չի կարա 8 տարուց ավել 2 ժամկետից ավել կառավարի, բացի այն պետական մասշտաբի եւ ինստիտուցիոնալ մակարդակի հասցված ընտրակաշառքներն ու խախտումներն ու սելեկտիվ արդարադատությունը բավարար հիմք են, որ նա այլևս լեգիտիմ չհամարվի, բայց Նիկոլը գերազանցեց իմ բոլոր սպասումները։ Նա նույնիսկ պատրաստ է իրան ռետինե խողովակի տեղ դնի, տենց վստահական ասի, փախտել ենք։ Ինչ կարաս անես։ Արդյոք չենք կարող անենք։ Ու ես չգիտեմ, բայց վերջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավարտված է։ Եվ այն կեղծ միֆը, թե ինքը լեգիտիմ էր, դա էլ նույնպես ավարտված է։ ՔՊ ձեր համար շատ ծանր է լինելու իշխանություն պահելը։ Մեզ համար էլ է ծանր լինելու, որովհետև նման դեպքերում դասական պատմությանը ուղղակի հերիքը հետ նայել եւ ռեպրեսիաներից բացի այլ բան չի լինում։ Լեգիտիմության եւ կոմպետենտության դեֆիցիտը փոխհատուցվում է ռեպրեսիաներով։ Ճիշտ է, Սարում ոչխար արածացնող չոբանը եւ այգիներում քախանանող գյուղացին այդ ռեպրեսիան իր վրա չի զգա, որտեղ ինքը չունի քաղաքական ամբիցիաներ, ինքը հենց դրա համար էլ ձեզ է ընտրում, որտեղ ինքը չունի քաղաքական ամբիցիաներ, ինքը չգիտի էլ ինչ, իրան մեկ է вообще ինչ երկրում է ապրում, ինչ գերբ է այդ երկրի վրա, իրան խաղաղ լինի, ինքը իր օրվա հացը վաստակի, բնության հետ հաշտ ապրում են այդ մարդիկ, բայց կա քաղաք, կա պոլիս, որը մի փոքր ավելի բարձր քաղաքակրթական մակարդակը, քան պարզապես բնության հետ հաշտ ապրելը։ Թեև ես նախընտրում եմ բնության հետ հաշտ ապրելը, բայց իմ գիտելիքները ինձ թույլ են տալիս նաև իմանալ, որ կա պոլիս ու կա պոլիտիկա,
ու կա Արիստոտելի պես ինչ-որ մեկը, որ ժամանակին ասել է, որ մարդը քաղաքական կենդանի է։ Ես որպես կենսաբանությունից քիչ թե շատ հասկացող մարդ գիտեմ, որ ես կենդանի եմ։ Ես շատ լավ գիտեմ, որ ես իմ տիզբոնից շատ չեմ տարբերվում։ Բայց եթե տարբերվում եմ, մեկը հենց նրանով, որ ես քաղաքական կենդանի եմ։ Հիմա մնաց ժամանակը ցույց տա, մենք քաղաքական ոչխարներ ենք, թե քաղաքական գելխեղտներ։ Դա էլ ժամանակը ցույց կտա։ Այսօր հոգնեցի, շատ եմ այսօր բազմաթիվ ուղիղ եթերներ եմ արել։ Ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, Նիկոլը կրվել է, Նիկոլը գիտի, որ կրվել է, բայց որպես շիզանուտի մեկը ինքը իրան վնուշատ է արել, որ իր Աստված իրան իշխանություն ա տվել։ Ինքը համոզված է, որ այդպես արտահայտվել է պաշտոնապես, որ ամեն տեսակ իշխանություն Աստծուց է։ Ինքը վստահ է, որ այն Աստված է իշխանություն տվել։ Այն ժողովուրդ, դրանց ցած խոսքեր են այլ։ Ինքը վստահ է, որ իրան Աստված է իշխանություն տվել։ Ժողովուրդը էլ որ ասում է, խո այդ ձևը մոլերանտը տենց հավատացյալ ներկայացողի համար ժողովուրդը գիտեք ով է։ Ով որ իր կրոնից է, ով իր կրոնից չի, ժողովուրդ չի։ Կարելի է մեր ումանուկ փրթել։ Ասեմ իմացեք։ 5 կտակարանը բացեք, կարդացեք։ Դու դաժե նոր կտակարանը բացեք, կարդացեք։ Տեսեք ինչ է գրած Աստծո մասին։ Այդ սաղմոսները որ կարդում, այդ սաղմոսները գրելու վաղ այդ ձև էր։ Աստված ասում էր, գալու եմ սաղին կոտորեմ սաղի երեխեքին, ձեր երեխեքի վրա, ձեր դռների վրա նշան արեք, որ ձեր երեխեքին չկոտորեմ։ Ու սրանք ուրախանում էին, որ խալխու երեխուն կոտորել է իրանց Աստված։ Այս այդտեսի շիզո է էլի տենց։ Ինքը վստահ է, որ Աստված իրան իշխանություն ա տվել։ Ինքը Աստծո հետ կապ ունի։ Մենք չունենք։ Մենք ըստ իր արժեքների ժողովուրդ չենք, որտեղ մենք օտար ենք, իր կրոնից չենք։ Միայն իր կրոնն է իր համար ժողովուրդ, իր ժողովուրդ։ Իսկ մենք ամբարիշտներ ենք, որոնք պետք է կոտորվեն։ Դրա համար 5000 տղու գլուխ դրել ով չի ասում։ Այն ստից ինչ է խոսում, հետի հետ լուրջ մի թունեք։ Այդ 5000 տղեն իր համար ամբարիշտներ էին, մեղավորներ, Աստծուն չճանաչող, իր պես չճանաչող։ Այս թվին այս տեսակ կրոնական պատկերացումներով ղեկավար ողբամ այդ ազգին, որ այս թվին սենց սա մոլերանդ է, սա մոլագար է, սա հավատացյալ չի։ Դե ինչ որ է, 4:24 րոպե, վատ չաշխատեցինք այսօր, ինչ կասեք։ Նիկոլ Փաշինյան, դու կրվել ես։ Այն պահին, որ դու կայնոր ասին, մենք ես կրել եմ միանձնել իշխանություն, այդ պահից արդեն պարզ էր, որ դու կրվել ես, ու դու քո մեջ գիտես, որ կրվել ես։ Ու այս դեմքերը, սրանք էլ գիտեն, որ դու կրվել ես։ Այդ ես հաղթանակած բան է էլի, պաշտպանության նախարարը, հաղթանակած թիմի ղեկավարը սենց դեմք է ունենում, այսի կրվածն է։ Դուք այս դեմքերով սկի այդ Արցախյան պատերազմի պարտությունից այս դեմքեր չէիք ընդունել։ Որովհետև Արցախյան պարտությունը ձեր մեծ պլանների կամ ձեր շեֆերի մեծ պլանների մի մասն էր։ Այսօր ձեր պլանները թարսին է գնացել։ Դրա համար քաղաքի տվյալները չեք հրապարակում։ Ոչ Երևանի, ոչ էլ խոշոր քաղաքների տվյալները։ Վահագնը նստել է, հələ լսի, պետք է դեռ ցույց տամ, սպասի։ Ես էդի ցույց տամ, Վահագն ինչյան է, Ալեքսանյան։ Վահագն, նայեք սրանց ֆիշկեն էլի, շատ շուստրի են, ուրեմն բանը PR ընդամենը, PR են անում վեդի, Գեղարվեստի դպրոց, նայ, քանի հոգի է։ Ուրեմն ասեցինք, չէ, Երևանում կես միլիոն մարդ ընտրել, 90,000-ն են հրապարակել։ 400,000 մարդու քվե, 400,000 մարդու քվե չեն հրապարակել։ Հիմա տես Վահագ ինչի վրա է ուրախացել, որ վեդիում Գեղարվեստի դպրոցում 636 հոգի ձայն են հավաքել։ Շենգավիթում 490 հոգի ձայն են հավաքել։
Քուչակ գյուղում բանը 728 ձայն են հավաքել։ Ես նրան գումար է, կարակ 1000 հաշվեք ամեն մեկը։ Վեդի առաջին դպրոցում, այդ մեր դպրոցն է, հա, 662 ձայն են հավաքել։ Էսի մինա դու ես վաղակ գրել վեդի, յանի տեց աշկս ես կողում։ Ահա 1184 գումար եք, աչաջուր 1400, ասենք թե 6000, զեյթուն 400, վեդի երաշտական դպրոցի երկրորդ կռուկ ես ոնց որ ֆորցնում, թե չէ, էսի ուրիշ էր, այս էլ ուրիշ է, թողնի, լավ, հավաքեցինք, Վայոց ձոր 692, նայ, թող սենց հավաքենք Վահագ ջան, այս ձեր սաղ տվյալները միասին, թող լինեն աղբեր ջան, 10,000, 20,000 ձեն, ընգեր կես միլիոն մարդուց Երևանում քվեարկած, 400,000-ի ձեները չեք հրապարակի, 20,000-ի վրա ստե տրճիկ եք տալի, 20,000 մարդու վրա ստե ուրախացել եք, այսպես PR են անում, յանի վсё, տպավորությունը ստեղծվեց, չէ որ իրանք են կրել, հետևից կենտրոնական ընտրական հանձնաժողովն է դնում այդ տվյալները, որ իրանք են կրել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոռանում է, հա, հեսա գրեմ ըստ մարզերի ու ավարտենք։ Մոռանում է ասի, որ ընդամենը, ես էլ արդեն այս ժամի, Նիկոլի հայտարարությունից մի ժամից ավել անցել է, ժամ ու կես, 220,000 մարդ ամբողջ Հայաստանով, ընտրել է 1,5 միլիոն, 220,000 ձենը հավաքի հայտարարում է, որ ինքը հանրապետության ղեկավարն է առաջիկա 5 տարին, այս էլ Երևանը, 46,000 ձենը հավաքի Երևանում, 46,000 ձեն, այսքան տվյալ են ամփոփել, հայտարարում է, որ ինքը վсё, արդեն սա հաշվել են, իրանք կրել են, ասում են քանի տոկոսով, ասում է չգիտեմ, ասում են իսկ սահմանադրական մեծամասնություն ես կազմում, թե չի ասում ալը կերևա, ու մի անգամից սպառնում է, ով հելավ ընդդիմությունից, բան անելու, բռնելու է, դատելու է, լավ այսքան է ժողովուրդ, վերև Աստված կա, կամաց տեսնենք ոնց է լինելու, դեպքերը ոնց կզարգանան, առավոտյան տվյալները կհրապարակեն, թվերը կասեն ընդդիմություն, տենանք ընդդիմությունը իրան ոնց է պահում, տեսնենք մյուսները ընտրության մասնակիցներից իրենց ոնց են պահում, ոնց դրա կողմնորոշվենք, անպայման կապի կլինեմ ձեր հետ, բայց ժողովուրդ ես իմ բժշկությունը պիտի լուրջ թափով սկսեմ էլի, այս ընթացքում ահագին բժշկությունը ոչ այնքան, մի խոսքով շատ չեմ խոսացել բժշկությունից, շատ չեմ մարդկանց ոգևորել, հրավիրել, այսպես ասած, բայց ես պիտի իմ բժշկական գործունեությունը այնուամենայնիվ իրականացնեմ, բայց դա կապ չունի, ջանք ու եռանդ չեմ խնայի, որ թե բժշկությունը, թե քաղաքականությունը հատկապես այս շրջանում ակտիվ ուշադրության կենտրոնում լինեն, այնպես որ չզարմանաք, որ առաջիկայում նաև ինտենսիվ կերպով բժշկությունից թեմաներ ներկայացնեմ, որտեղ մարդկանց թվում է, թե ես վсё թողել եմ բժշկությունը եւ միայն քաղաքականություն եմ անում, իսկ ես միայն բժշկություն եմ անում եւ միայն բժշկությունով եմ իմ տունը պահում, եթե ավելի անկեղծ։ Եկավ, ու այն մարդիկ ում թվում է, թե ինչ որ մեկը ինչ որ բանով ինչ շահագրգռում է, ես ուղղակի չեմ ապրի, եթե պիտի տենց ապրեմ, ինչ որ մեկ ինձ շահագրգռի։ 46 տարեկան տղայեմ ծնողներս էլ իրանց ողջ կյանքում անց են ապրել, որ մեկը չի կարող ասի սենց չի նենցա դու, ես չեմ կարող այդ ամեն ինչը տենց մի օրում շպրտեմ մի կողմ, դրա համար աշխատում եմ սենց ապրել, ու թերևս այսքանը ձեր ցավը տանեմ, կրկին անգամ շնորհակալություն այս ամբողջ ընթացքում միասին լինելու համար, միասին համարյա թե նույն ապրումներով, զգացմունքներով ապրելու համար, նույն մտքերով այսպես տվայտվելու համար։ Ճիշտ ասում, հելավ ուղիղ եթերով հեղափոխություն արեց։ Անեկդոտա, կինո լինի, կարաս խնդաս, կինո լինի, կամեդիա։ Լավ, այսքանը ձեր ցավը տանեմ։ Բարի գիշեր ձեզ, բարի գիշեր ձեզ, վաղը կհանդիպենք, ցտեսություն։